ժամանակներում մեր անելիքը։ Հիմիկվա մեր ժամանակների մեր անելիքը, գիտեք, ես միշտ անգամ այս օրինակը բերում եմ, այսօր էլ եմ ուզում հիշացնեմ, 41-45 թվականի պատերազմի ժամանակ, երբ որ Գերմանիան հարձակվել էր սովետական միության վրա, պատմությունը խոսում է, որ նրանք սկզբից հարձակվեցին Բելարուսիա, Ուկրաինայի վրա, եւ հետաքրքիր դրանում է, որ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու քահանաները, առաջնորդները փոխանակ նստեին, մտածեին, թե ինչպես պայքարեն, ինչպես ժողովրդին աշխատանք կատարեն, աղոթքով, ինչևից է, նրանք մտածում էին, թե պատերը ինչ գույնի ներկեն։ Հիմա սա խոսում է, որ այդ անձնավորությունները ինչ որ ուզում էին անեն, միգուցե լավ բան էին ուզում անեն, բայց ժամանակը չէր դրա ժամանակը չէր։ Ժողովող գիրքը խոսում է, կա քնելու ժամանակ, կա արթնանալու ժամանակ, ուտելու եւ չուտելու ժամանակ։ Ինչևից է ցանկացած քայլի ժամանակ սուտ գիրքն ասում է, որ կա։ Եվ այսօր հետաքրքիրը եւ կարեւորը մեզ համար նրանում է, որ մենք իմաստուն լինենք ու կարողանանք զանազանել, թե հիմա ինչի ժամանակն է, այսօր ինչի ժամանակն է, մենք այս ժամանակում ինչպես պիտի պատրաստվենք, ինչ պիտի անենք, որպեսզի գալիքի մեջ մենք կարողանանք Տիրոջը դիմավորենք։ Պետրոս առաքյալի թղթերում Սուրբ Գիրքը ներկայացնում է, որ ասելով, եթե այս ամենը գիտեք, ձեզ ինչպիսի մարդ լինելն է հարկավոր, սուրբ, անբիծ ու անարատ լինելն է ձեզ համար շատ կարևոր։ Եվ այսօր մենք այս հարցին ուզում եմ կիսվենք, քուրեր եղբայրներ, զրուցենք Սուրբ Գրքից եւ իմաստություն խնդրենք երկնքից, որ կարողանանք ժամանակներին ճիշտ ուշադրություն դարձնել։ Կարդում եմ Եփեսացիների առաջի գլուխ 4-րդ խոսքը։ Եփեսացիների առաջի գլուխ 4-րդ խոսք։ Ինչպես մեզ անով աշխարհի սկզբեն առաջ ընտրեց, որպեսզի մենք սիրով սուրբ եւ անարատ լինենք իր առջև։ Սուրբ Գրքի նպատակը, Աստծո նպատակը մեզ ընտրեց, որպեսզի մենք սուրբ ըլնենք նրա առաջ, անբիծ ու անարատ կանգնենք նրա առաջ։ Թող Աստված օգնական լինի, քուրեր եղբայրներ, ես ուղղակի շատ չեմ ուզում տենց երկարացնեմ, մի քանի մտքեր պիտի խոսեմ, մի քանի մտքերի մասին, նախ ինչ է նշանակում սուրբ։ Ես հիշեցնում եմ ձեզ, քուրեր եղբայրներ, Բաղդասար թագավորի մասին, որը գրված է Դանիելի մարգարեության 5-րդ գլխում, այս անձնավորությունը կոչունք էր անում, քեֆ էր անում իր պալատականների հետ, իր ժողովրդի հետ, եւ եկավ մի ժամանակ, որ երբ որ քեֆը լավացավ, երբ որ գինուց ինքը հարբեց եւ պատմությունը խոսում է, որ այս անձնավորությունը հրամայեց Երուսաղեմից, տաճարից բերած սուրբ անոթներով գինի խմեն։ Իրանք դրանով զվարճանան, որը նախատեսված չէր այդ գործի համար, նա սուրբ անոթներ էր եւ նա սրբության պիտի ծառայեր։ Քուրեր եղբայրներ, ես ուզում եմ հենց այն գլխից բոլորիս ասել, որ մենք նախատեսված չենք Աստծո կողմից այս աշխարհի անօրենությունների մեջ ապրելու, մենք սուրբ ժողովուրդ, Աստծուն պաշտելու եւ Աստծո համար առանձնանալու, Աստծո հետ քայլելու ժողովուրդն ենք։ Այն ժողովուրդը, որ իր հայացքը պիտի ուղի երկինք եւ իր սպասելիքը Իրանից եւ իր ապրածի մեջ ինքը պիտի քայլի այնպես, ինչպես Տերն է ուզում, որպեսզի իր ապրած կյանքով Տերը փառավորվի։ Հիմա ուզում եմ հիշեցնեմ եւ պատին գրվեց, մի ձեռք բարձացավ, գրվեց, որ կշռվեցիր ու թեթև գտնվեցար թագավորի համար։ Քուրեր եղբայրներ, միգուցե դրանից հետո ինքը շատ զղջաց, շատ փոշմանեց, բայց այդ անձնավորությունը սահման կար, խախտեց։ Մենք ունենք մեր սահմանները, որպես քրիստոնյա մենք մեր սահմանները ունենք եւ հաճախ մենք լսում ենք այդպիսի խոսքեր, միգուցե շրջապատից, ավակներից, մեր եղբայրներից, որ սահմանը աշխատի չխախտես, մի փորձի սահմանը անցնես, մենք մեր սահմանը ունենք եւ այդ մեր սահմանի մեջ մենք պիտի հավատարիմ մնանք։ Տերը օրհնի քուրեր եղբայրներ, սրբացման ճանապարհը դա գալիս է, երբ որ անձը ճանաչում է ինչ է սրբություն, այդ սրբությունը նա է, որ ինքը
առանձնացված է Աստծո համար։ Այս մարդը աշխարհի գործերի համար չի, չես կարա օգտվել Աստծո սեղանից, դևերի սեղանից, Սուրբ Գիրքը այսպես է ասում։ Մենք մի սեղան ունենք, որից օգտվելու իրավունք չունեն, Եբրայեցիներ նամակում է գրված, որից օգտվելու իրավունք չունեն այն մարդիկ, որոնք խորանին ծառայություն կանեն, այսինքն այդ սեղանից օգտվում են շնորհքի մարդիկ, շնորհքը ճանաչող մարդիկ, շնորհքի տակ ապրող մարդիկ, եւ Սուրբ Գիրքը խոսում է, որ հենց այդ մարդիկ առանձնացված են սրբության գործի համար, նրանք առանձնացված են։ Եթե հիշում եք Գործք առաքելոց գրքում Սուրբ Հոգին ասեց, որ զատեցեք ինձ համար Բարնաբասին եւ Պողոսին, եւ երբ որ նրանք զատեցին, աղոթեցին եւ նրանց առանձնացրին Աստծո գործի համար, այս մարդկանց առանձնացրին։ Տերը օրհնի քուրեր եղբայրներ, սուրբ ճանապարհը, որ մենք ուզում ենք, մենք ընտրել ենք ու գնում ենք, այս սուրբ ճանապարհի համար պայմաններ կան, որ մենք այդ պայմաններում պիտի կարողանանք լինել, այդ պայմանները ունենանք եւ այդ քայլերի մեջ մենք պիտի լինենք, որ կարողանանք սուրբ ճանապարհում քայլենք։ Առաջի քայլը, որ մենք սուրբ ճանապարհում պիտի ապրենք, քուրեր եղբայրներ, դա ճանաչելն է Քրիստոս Հիսուսի այրունը։ Նրա այրունը, որ ամենազորավոր այրունն է, առանց նրա այրունը ճանաչելու ես ու դու սուրբ ճանապարհի մեջ ապրել չենք կարա, որովհետև այդ ճանապարհը ուղուղը, այդ ճանապարհի մեջ մեզ պահողը այդ Քրիստոսի այրունն է, մեզ սրբացնողը, մեզ ազատագրողը, այդ Քրիստոսի այրունն է, որ մեզ պահում է սուրբ ճանապարհի մեջ։ Երկրորդ միտքը, քուրեր եղբայրներ, որ ուզում եմ ներկայացնել, դա ճանապարհը, Աստծո ճանապարհը, այդ սուրբ ճանապարհը, դա, գիտեք, այս երկրի վրա ճանաչելն է Աստծունը աշխարհից, ճիշտը ճշմարտությունից։ Սրանք տարբերել է շատ կարևոր, որ մարդը կարողանա աշխարհում 7 միլիարդ մարդ, 7 միլիարդ ճիշտ, բայց մի հատ ճշմարտություն, որը Քրիստոս։ Եվ այդ ճշմարտությունն է, որ մեզ պիտի պահի իրական ճանապարհում։ Մենք միգուցե մեր կյանքում շատ իրական քայլերի հանդիպենք, բայց ճշմարտությունը շատ կարևոր թանկ իրողություն է մեր կյանքում։ Տերը օրհնի, երկու եղբայր իրար հետ վիճում են, երկուսին առանձին որ նայում ես, լսում ես, երկուսն էլ ճիշտ են։ Բա ով է սխալ։ Բա որտեղ է սխալը։ Որտեղ գտնենք։ Եղբայրներ քույրեր, կարող են երկուսն էլ ճիշտ լինեն, բայց իրանցից որևէ մեկը ճշմարտություն չի։ Իրանցից որևէ մեկը ճշմարտության մեջ չի։ Ճիշտը ճիշտ է, բայց ճշմարտություն չի։ Եթե ճշմարտություն լիներ, ճշմարտությունը որևէ մի անգամ որևէ մեկին չի մեղադրում, ճշմարտությունը իրան է մեղադրում, ճշմարտությունը վերցնում է ամեն բան իրա վրա։ Տերը օրհնի, եթե կհիշեք մի քանի ժամանակներ առաջ, երևի մի 2 տարի առաջ, մեր բարի լուր ամսագրում մի հատ հետաքրքիր պատմություն կար, մի ընտանիքում բոլորը քրիստոնյա, բայց ամեն օր վեճ, վիճաբանություն, դժգոհություն, կռիվ, խոսակցություն եւ կողքի հարևանի ընտանիքը քրիստոնյա, բայց իրանց ձենը դուրս չի գալիս։ Այս մարդիկ նորմալ խաղաղ ապրում են։ Եվ այս տանիքի հայրն ասում է, ես ուզում եմ մի օր փորձեմ տեսնամ հələ այս ինչից է գալի։ Մենք էլ ենք քրիստոնյա, սրանք էլ են քրիստոնյա։ Սրանց ձենը դուրս չի գալի, մենք սաղորը կռվի ղալմաղալի մեջ ենք։ Եվ գնում հետաքրվում, ստուգում այդ ընտանիքում եւ գալի տնտուն կնոջ ասում է իմ կին, գիտես, ես գաղտիկը հասկացել եմ։ Գաղտիկը խորը հասկացա, որ ինչն է պատճառը իրանց մոտ խաղաղությունը, մեր մոտ կռիվ ու վեճ։ Ասում է ո՞րն է այդ պատճառը, ասում է իրանց տանը բոլորը մեղավոր են, բայց մեր տանը բոլորս արդար ենք։ Այս է պատճառը, արդարությունը, որևէ մարդկային արդարությունը, ճշտի արդարությունը, որևէ մի անգամ մարդուն օգնել չի կարա, եղբայրներ քույրեր։ Նրա մեջ նրա արմատը չարի ու բարի գաղափարն է, չարի ու բարու ծառն է։ Այդտեղից է այդ արմատը առել, ճիշտը ընդեղից է միտք առել, ճիշտը ճշմարտությունից հետ
չի կարա բաժին ունենա եղբայրներ քույրեր ջան թող Աստված օրհնի մեր կյանքում եթե մենք չկարողացանք զանազանել ճիշտ ու ճշմարտությունը հոգևորը եւ ոգևորվածը սրանք տարբեր բաներ են մարդը կարա ոգևորված լինի բայց բացարձակ հոգևոր չլինի եւ այդ հոգևոր չեղած ոգևորված անձնավորությունը խմող մարդու պես է, հարբեցող մարդու պես է, խմիչքը թողեց այդ մարդու դոզան, թողեց ինքը էլի նույն լուրջ անձնավորությունը ոչինչ չգիտի, ելեն առյուծը չի, այս անձնավորությունը խմած էր, հզոր էր, խմիչքը թողեց ինքը լուրջ խելոք մարդ դառավ, նենց էլ հավատքը, եթե ոգևորվածությամբ է գալի մարդու կյանքում, այս հավատքը մի կարճ ժամանակ հետո նրա դոզան թողեց ինքը նույն անապաշխար անձնավորությունն է, փառավորվի Տիրոջ անունը, իսկ սրբությունը, ճշմարտությունը, երբ որ հագնում է, այս մարդը ամեն րոպե, անգամ իր վիրավորված ժամանակ, անգամ իր անկում ունեցած ժամանակ, ընկտկարացած ժամանակ, այս մարդը դավանում է, որ իմ ընտրությունը Հիսուսն է, փառք իրան, մեր ընտրությունը Տերն է, փառավորվի իր անունը։ Երրորդ միտքը քուրեր եղբայրներ, որ ուզում եմ ասել, Սուրբ Գիրքը կարդալ քո համար։ Սա ճշմարտության ճանապարհն է տանում։ Ճշմարտությունը մեզ սենց է սովորացնում, սրբությունը մեզ էս է սովորացնում, որ դու Սուրբ Գիրքը կարդա քո համար։ Հիմա ես համաձայն եմ քուրեր եղբայրներ եւ ուզում եմ ասեմ ստեղ նստածներից մի քանիսները կարան լինեն, որ այս րոպեին իրանց մեջ ասում են Երանի կինս ստեղ ելներ։ Երանի ամուսինս ստեղ ելներ։ Երանի այս ինչ մարդը այս քարոզը լսեր։ Եղբայրներ քույրեր այս քարոզը իրանց համար չի, քո համար է։ Դու իրանց հետ գործ ունես։ Մի մտածի ով կլսի, ով չի լսի։ Սուրբ Գիրքը կարդա քո համար։ Եթե մենք Սուրբ Գիրքը չենք կարդում, մեզ համար մենք խորը վրիպում ենք ունենալու։ Մեր կյանքում միշտ վիճաբանություններ լինելու են։ Մենք այսօր ավելի շատ մեր դիմացինի պարտականությունները գիտենք, քան թե մեր պարտականությունները։ Մենք ավելի շատ մեր սպասավոր եղբայրների պարտականությունները գիտենք, քան թե մեր պարտականությունները։ Շատ տարիներ առաջ մի ընտանիքի մեջ, երբ որ Աստծո խոսք էինք խոսում, մի եղբայր այդ ընտանիքի մի հատ կին կար իրան հարցրեց, ասեց քուր ջան, դու ավետարան կարդացել ես, եւ ինքը շատ վիրավորված, շատ բենց մի քիչ ոչ անլուրջ ձևով պատասխանեց, այո, կարդացել եմ։ Ու ես դες մի տեսակ վատ զգացի, ասի աղջիկ ջան, ինչ ես վատ զգում, քույրիկ ջան, հարց տվեց, ինչ վատ բան տվեց։ Հեկորդ էլ շարունակեցի, ասի, բա ինչի՞ կարդում ավետարան, ասես կարդում էի, որ ձեր սխալները բռնեմ։ Եղբայրներ քույրեր, եթե դու կարդացել ես իմ սխալը բռնելու, իզուր ես կարդացել։ Մի կարդա, ինձ օգուտ կլինի, քեզ վնաս կլինի։ Դու դրանից ոչ մի օգուտ չես ունենալու, ինչի որովհետև այդ կարդացածդ քեզ ոչ մի անգամ, ոչ մի օգուտ չի տալու։ Դու կարդա Սուրբ Գիրքը կոնկրետ քո համար։ Փառք մեր Տիրոջը։ Մենք այսօր ունենք եղբայրներ ջան, քուրեր ջան, սրա կարիքը, որ Սուրբ Գիրքը մենք կարողանանք կարդալ հենց մեզ համար։ Մենք դրանից ունենք պտուղ առնելու։ Կյանքի օրենքը, կյանքի ընթացքը, պրակտիկան շատ բաներ ցույց է տվել, որ ընտանիքներում միշտ վիճաբանություններ է եղել, միշտ խոսակցություն է եղել, կինը ամուսնուն է մեղադրել իր պարտականությունները ասել, ամուսինը կնոջն է մեղադրել իր պարտականությունները ասել։ Եվ իտոգում այս մարդիկ որևէ մեկը ոչ մի բժշկություն չի հասել, բայց երբ որ քրիստոնյան կարողանում է իր սխալը իր վրա վերցնի եւ բոլոր տեղերում ինքը զգա իր մեղավոր վիճակը, այս անձնավորությունը կգտնի հաղթություն եւ բժշկություն։ Փառավորվի մեր Աստծո անունը։ Չորրորդը քուրեր եղբայրներ, դա գրված է մեր կյանքում աղոթքի ճիշտ ձևը։ Քրիստոնյանքի օրենքը, կյանքի ընթացքը, պրակտիկան շատ բաներ ցույց է տվել, որ ընտանիքներում միշտ վիճաբանություններ է եղել, միշտ խոսակցություն է եղել, կինը ամուսնուն է մեղադրել իր պարտականությունները ասել, ամուսինը կնոջն է մեղադրել իր պարտականությունները ասել։ Եվ իտոգում այս մարդիկ որևէ մեկը ոչ մի բժշկություն չի հասել, բայց երբ որ քրիստոնյան կարողանում է իր սխալը իր վրա վերցնի եւ բոլոր տեղերում ինքը զգա իր մեղավոր
մեղավոր վիճակը, այս անձնավորությունը կգտնի հաղթություն եւ բժշկություն։ Փառավորվի մեր Աստծո անունը։ Չորրորդը, քուրեր եղբայրներ, դա գրված է մեր կյանքում աղոթքի ճիշտ ձևը։ Քրիստոնյան շատ կարևոր է սրբություն գնացող քրիստոնյան ճիշտ աղոթելու ձև իմանա, որն է ճիշտ աղոթելու ձևը, հայր մեր աղոթքը, որը մեր աղոթքի ամբողջությունն է եւ դրա հիման վրա է կառուցվում մեր հավատքը։ Մեր աղոթքը կառուցվում է հենց այդ խոսքերի հիման վրա, հայր մերի հիման վրա։ Թող Աստված օրհնի։ Սխալ աղոթքներ շատ են կատարվում, որ մարդը չի պատկերացնում։ Ես հիշում եմ մի անգամ տեսա մի աղոթքի ժամանակ, որ մարդը Աստծուն պարտադրում է, դու պարտավոր ես, դու պիտի անես, դու պարտավոր ես, եղբայրներ քույրեր, մենք երբ որ հայտարարում ենք, որ մենք ոչինչ ենք, ոչինչը որևէ մի անգամ ստեղծողին, արարիչին չի կարող ասի դու պարտավոր ես։ Գիտեք, սկի երեխեն է ծնողին անհարմարը զգում ասի ծնող ջան, դու պարտավոր ես անելու։ Այդ հոր պարտականությունն է, այդ ծնողի պարտականությունն է, բայց երեխու պարտականությունը խոնար լսելն է։ Սուրբ Գիրքն ասում է, որ մենք ճիշտ աղոթել պիտի սովորենք։ Մեր Աստծուն, մեր Փրկչին խնդրել ճիշտ ձևով, մոտեկանալ, որպես թե քու երկնային հայրը, քու հաղթությունը եւ քեզ կյանք տվողը, իսկ դու քո կյանք տվողին չես կարող հենց այնպես մոտիկանաս իմիջայլոց, որովհետեւ դու նրանից սпасելիք ունես, դու նրանից առնելիք ունես։ Տերը օրհնի քուրեր եղբայրներ ջան։ 5-րդ միտքը, որ խոսում ենք այս մասին, դա հաղորդակցվել սուրբերի հետ։ Հաղորդակցվել սուրբերի հետ, սրբության ճանապարհը հաղորդակցվել սուրբերի հետ։ Ուզում եմ հիշացնել մեզ բոլորիս, որ մենք շաբաթվա 3 օրը միգուցե պաշտամունքի մեջ ենք, ամեն պաշտամունքը 2-3 ժամ է տևում։ Միգուցե մի որոշ օրեր էլ մեր եղբայրների քույրերի տներում ենք, բայց հիմնականում մեր շրջապատը աշխարհն է, դպրոցն է, աշխատանքի տեղն է, ուսումնական հաստատություններն է, ինչևէ անհավատ շրջապատն է մեր հաղորդակցությունը, բայց Սուրբ Գիրքը խոսում է ձեր հաղորդությունը թող լինի սուրբերի հետ, եղբայրներ քույրեր։ Ինչքան կարողանում ես քո շրջապատը սարքի, առիթ փնտրի, պայման ստեղծի, փախի, գնա քո սուրբերի հետ հաղորդակցվելու, որովհետև նրանց հետ հաղորդակցվելու ժամանակ դու կերակրվում ես, քո հոգին կերակրվում է երկնքի խոսքով, եւ սա մեզ համար շատ կարեւոր է։ Թող Աստված օրհնի, այս մի 3 ամիս առաջ մարտ ամսին մեր մոտ ծոմապահության օրեր էր, եւ ես եղբայրներին ասեցի, եղբայրներ, ուզում եմ մենք լուրջ ծոմապահություն անենք։ Ասին մենք չեր կուզենք, ով է ուզում լուրջ ծոմապահություն անի։ Մի 10 հոգի մարդ տենց հավաքվեցին, մենք այդ 10 հոգու հետ ժողովարանից մի րոպե դուրս չեկանք, եղբայրներ քույրեր։ Մեր ամբողջ օրերը անցկացրինք այդ 3 օրը այդ բանի մեջ։ Ես Տիրոջը խնդրել եմ, ասի Տեր Աստված ջան, այս երկար 2-3 տարի է ես ծոմ չեմ կարողանում պահել։ Այս շաքարը ինձ խանգարում է, թույլ չի տալի ծոմապահություն անել, բայց խնդրում եմ, օգնի ծոմապահության մասնակցեմ։ 3 օր ծոմ պահեցինք։ Որևէ բան չկերանք, որևէ ջուր չխմեցինք։ Այդ 10 հոգու չափ մարդիկ, մենք միայն խոսում էինք ավետարան, միայն կարդում էինք ավետարան, երգում էինք երկարանից, եւ այդ օրերը այդտեղ էլ տենց ապրում էինք, մնում էինք ամեն ուրախություն եւ միայն տեսնեիր այդ եղբայրների եւ իմ ուրախությունը։ Տերը օրհնի եղբայրներ քույրեր ջան։ Ես չեմ կարծում, որ ես առանձին ըլնեի, կարողանայի այդ ծոմապահություն անեմ։ Ես կարծում եմ, որ այդ շրջապատը ինձ օգնեց, հոգևոր շրջապատը ինձ օգնեց հոգևոր վիճակում ծոմ ապահելու եւ աղոթք անելու։ Թող Աստված օրհնի քույրեր եղբայրներ ջան, վերջի միտքը, որ ուզում եմ ասել, դա խոստովանությունն է։ Սրբության ճանապարհի համար շատ լուրջ քայլ է խոստովանություն անելը, իսկ խոստովանությունը դա միայն արտաքին խոստովանության մասին չի, խոստովանություն, որը գալիս է ներքին խոստովանությունից։ Սուրբ Գիրքն ասում է. «Վայ ձեզի կեղծավոր դպիրներ ու փարիսեցիներ», Մատթեոս 23-րդ գլխում 25 խոսքից ասում է. «Վայ ձեզի կեղծավոր դպիրներ ու փարիսեցիներ,
որ դուք պնակի դուրսը մաքրում եք, բայց ներսը կեղտոտ է։ Դուք նման եք այն գերեզմանների, որ արտաքինից շատ գեղեցիկ է, բայց ներքուստ գարշահոտություն ոսկորներով լեցուն է։ Եվ ասում է, դուք այդ մարդիկ եք, կեղծավոր դպիներ ու փարիսեցիներ, քուրեր եղբայրներ, խոստովանությունը ուզում եմ խնդրեմ, բերեք այս ժամանակվանից մեր խոստովանությունը չսկսենք արտաքինից, մեր խոստովանությունը սկսենք ներքին խոստովանությունից։ Մի օրինակ եմ ուզում հիշեցնեմ, շատ եղբայրներ, ես մեղադրական չեմ ասում, ինձ խնդրում եմ ճիշտ հասկացեք, շատ եղբայրներ ու քույրեր սա կհիշեն այս օրինակը, տարիներ առաջ, որ եկեղեցի մարդ էր մտնում, մենք միանգամից գլխաշորն էինք այս մարդուն դեմ տալիս, իսկ այս մարդը գլխաշորը վերցնելով եւ իր արտաքին հարցերը լուծելով, իրան թվում էր, որ ինքը արդեն հավատացյալ է։ Մենք ասում ինձ մի անգամ ասեցին, որ սա չխմողների ու չծխողների խումբ է։ Ես դրանից լավ չզգացի, եղբայրեր քույրեր, մենք չխմողների ու չծխողների խումբ չենք, մենք սուրբեր ենք Քրիստոսի համար, մենք Քրիստոսի համար առանձնացված եկեղեցի ենք, իր հարցն ենք, իր ժողովուրդն ենք, որ այս եկեղեցու հետևից Սուրբ Հոգին պիտի գա ու պիտի տանի փեսային հանձնի։ Թող Աստված օրհնի քուրեր եղբայրներ, լուրջ հարց է սա, սրբությունը, խոստովանությունը սկսել պնակի ներսից, մեր ներսի հարցը լուծենք, խնդիրը նրանում է արտաքինից գեղեցիկ ենք, բայց երբ որ ոտքդ են տրորում, ես չգիտեմ թե ինչ է կատարվում մարդու հոգու աշխարհում, երբ որ քեզ վիրավորում են, մեկ ուրիշ ի հայտ է գալիս մեկ բան, եւ այս մարդը քեզ նայելով ճանաչում է սուրբ մարդ, համեստ մարդ, խոնար մարդ, եւ այս անձնավորությունը քեզ տեսնալուց զարմանում ասում է, փաստորեն, էս էր հավատքը, էս է իրականությունը, քուրեր եղբայրներ, խոստովանությունը, ներքին խոստովանություն շատ կարևոր է։ Սրբացումը ներսից սկսել, պատրաստել, մաքրել։ Ոնց ուզում ես պատկերացրու, ներսը մաքրվեց, դուրսը մաքուր է լինելու։ Փառավորվի մեր Աստծո անունը։ Թող Աստված մեզ շատ օրհնի, քուրեր եղբայրներ։ Մենք այսօր ունենք դրա կարիքը։ Կանգնենք աղոթքի, քուրեր եղբայրներ։